Սիրելի իմ դիտորդ, կհիշեք սրանից 2 ամիս առաջ, երբ որ ես Նիկոլ Փաշինյանի նատալ կարտը նայեցի, Հայաստանի նատալ կարտը նայեցի, հետո մենք արեցինք կանխատեսում եւ ես ասացի, որ Նիկոլ Փաշինյանը կընտրվի կարճ ժամանակով։ Եվ այս վերջում նորից ես կանխատեսում արեցի եւ կարտերը մեզ ցույց տվեցին նույն իրավիճակը։ Եվ եթե այդքան ուշադիր եք եղել իմ էջին, հիշում եք, ես նաև ասեցի, որ ընտրություններից հետո սկսվում է իր սև օրերը, շատ վտանգավոր օրեր են լինելու, կարող են լինել քաղաքացիական այսպես բողոքներ, բախումներ, նույնիսկ ասեցի, ես վախենում եմ, որ հանկարծ սկսվի քաղաքացիական Էնաշյանի ագրեսիա, որ վնասներ ունենանք, այսինքն մարդկային վնասներ ունենանք։ Ես խնդրում եմ իմ ժողովուրդ, մենք առանց այդ շատ քիչ ենք մնացել, փորձեք որքան հնարավոր է առանց ագրեսիայի ձեր բողոքը բարձրացրեք։ Ես հասկանում եմ ինչ է կատարվում եւ այս մասին խոսել եմ եւ եւս մի անգամ ապացույց, որ ոնց ասել եմ, այդպես գնում է ամեն բան։ Ես ուզում եմ ասեմ, որ քանի որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդի 51% ուղղակի չի ընտրել, այստեղ Նիկոլ Փաշինյան լուրջ մտածելու տեղիք ունի, որ այսպես սայլուտները կրակում էր, հա, հրավառություններ էր անում եւ գոռում էր, որ մենք հաղթել ենք, դուք խղճուկ ձևով եք հաղթել։ Այդքան կեղծիքին դիմելով 51% ժողովրդի ձեզ չի տվել իր քվեն, իր ձայնը։ Նիկոլ Փաշինյան, դուք ուղղակի քաղաքական դիակ եք հենց հիմա։ Ես ուղղակի ապշած եմ, որ ինչքան մարդ չի սիրում իր ժողովրդին, որ թույլ է տալիս, որ ժողովուրդը հելնի, ամբոստանա, կամ գոնե ասենք մի քիչ ավելի համեստի մեջ լիներ ձեր խրախճանքը, չէ՞ որ դուք ունեք պատասխանելու այն տոկոսին, որը ձեզ չի ընտրել, դուք ինչ որ բան չունեք ասելու, դուք չեք զգում, որ դուք չունեք առաջվա հարգանքը, առաջվա լեգիտիմությունը, դուք չունեք այն, ինչ եղել եք 18 թվին, ինչ եղել եք 21 թվին, չունեք, արդեն ձեր մեռած, ձեր ռեյտինգը ուղղակի, այսպես ասեմ, դիակ, մեռած է, դուք դիմել եք բազմաթիվ խարդախությունների, որպեսզի ձեր ձայնը ապահովեք, որպեսզի կարողանաք մտնեք խորհրդարան, դուք այդքան խղճուկ վիճակի մեջ եք եղել ախր, ում աչքերն եք կապում, դուք մի մոռացեք, որ այս ժողովուրդը տալիս է լիքը խելացիներ, խաբել ուղղակի ինչ խաբել եք հերիք է։ Ինչ եմ ուզում ես ձեզ ասեմ, սիրելի իմ ժողովուրդ։ Նախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, որ ընտրության ճանապարհով իշխանություն փոխվի, միշտ եղել են դրանք հեղափոխության շնորհիվ եւ եղել է իշխանափոխություն հենց ներսից, հա, այդպես է եղել, իշխանափոխություն է եղել ընդամենը, երբեք չի եղել եւ այսօր որ այսպես ուրախանում են նիկոլազավրները, ես չեմ նեղվում ձեզ նման բան կոչելուց, դուք ազգի Նիկոլը դավաճան չի, դավաճանը դուք եք։ Ձեր պատճառով ենք մենք այս վիճակի մեջ հասել ու ձեր պատճառով են այն գյոզալ երեխեքը։ Դուք ոնց կարաք թույլ տաք իրանց արյունը թափած տեղը թուրքը տրորի, ադրբեջանցին տրորի, հող կերեք մեռեք էլի։ Ինչ ասեմ, որ հանգստանա իմ սիրտը։ Էդ էլ մի կողմ դրած, էդ էլ մի կողմ դրած։ Մի կերպ դուք կարողանում եք մտնել խորհրդարան։ Նիկոլ Փաշինյան, խայտարակություն, այս ինչ ամոթ է։ Ահա որ ամոթ է այս։ Հա, որ ուրախանում եք, որ ձեր այսպես ընտրած ղեկավարը զոմբիազավրը անցավ, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ չկա նման բան, որ երկրի ղեկավարը քվեարկության, հա, շնորհիվ ինքը կորցնի իր աթոռը։ Չի եղել նման բան, որովհետև ուժային կառույցները Իրանն է ենթարկվել եւ ինքը ամեն տեսակի խարդախություն, մանավանդ այս տեսակ խարդախություն Հայաստանի ընտրություններում, սա առաջի դեպքն է, առաջի դեպքը։ Եվ այսպես ժողովուրդը ամբոստացել է եւ դուրս է եկել իր բողոքը հայտնելու, ինչ ընթացք կարող է ունենալ։ Ժողովուրդը դուրս է եկել եւ իր բողոքն է ուզում հայտնել։
ինչ ընթացք կարող է ունենալ։ Տեսեք, իրադարձությունները գալիսով ֆարտունան դուրս եկավ, ամեն րոպե կարող է ինչ-որ ճակատագրական շրջադարձ լինի Հայաստանում։ Այստեղ ռիցեր չաշը դուրս եկավ, ժողովուրդը իր պահանջն է դնելու, տեսեք, այսինքն կա ժողովրդի այսպես միացում, ինչ է սպասվում, պրավասոդիա և 19 սոնցը, սա նշանակում է, որ ժողովուրդը արդարացիորեն պահանջ է դնում, ճիշտ է, այստեղ տեսեք, ինձ դուրս չի գալի, որ գալիսով ֆարտունան, ճակատագրական դեպքեր պետք է տեղի ունենան, բայց թե այդ անիվը որ կողմ կգլորվի եւ ինչ ճակատագրական այսպես դեպքեր կլինեն, ну повешенный, вот։ Միևնույն արդարությունը արդեն կեղծված է, որովհետեւ դուրս է եկել պրավասոդիան եւ արևը դուրս է եկել, պարզից էլ պարզա, ինչա տեղի ունեցել, բայց повешенный ժողովուրդը կեղծիքի զոհ է գնացել։ Այդքան բան ես ձեզ կասեմ։ Գիտեք, իմ այսպես ասեմ, անհանգստությունը ինչու՞մն է կայանում, որ քաղաքացիական պատերազմ այսպես չսադրեն, հա, ընդունենք ժողովրդին, որ ժողովուրդը գնա ծայրահեղ քայլերի, չգիտեմ, բայց ամեն դեպքում ժողովուրդը կանգնած է 3 ուժեր են ցույց տալի, հես Նիկոլի ասած երևի եռագլուխ, հա, քաղաքականությունն է, նա գերագլուխ են, դու դևի գլուխ ես, կերար մեր հայրենիքը, այսպես ու մեր ժողովրդի նյարդերը, բայց ուզում եմ ասեմ ժողովուրդ, ովքեր որ կասեն Նիկոլը Դավաճան չէ, Դավաճանը իրան ընտրողներն են եւ մեկ էլ իրոք Նիկոլը Դավաճան չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ուղղակի նատալ կարտը լի իրավ կործանարը մեր Հայաստանի նատալ կարտի համար, այդ մարդը այդ էներգիան ունի, հասկանում եք։